Առաջ եկել են Գեղարքունիքում ադրբեջանցիները, թե ոչ, քանի 100 մետր են առաջացել, ինչ դիրքեր են կառուցել։ Վերջին օրերին տեղեկատվական հարթակներում ամենաքննարկվող հարցերն են։ Արբանյակային նոր լուսանկարների վերլուծությունները ցույց են տվել, որ Գեղարքունիքի համայնքներին սահմանակից ադրբեջանական դիրքերն ընդլայնվել եւ համալրվել են նոր բջիջներով, կրակակետերով եւ դիտակետերով։ Չնայած հանրային եւ լրատվական շրջանակները ընդգրկուն հետազոտական եւ վերլուծական աշխատանք են արել խնդրի վերաբերյալ, Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի զինված ուժերի առաջխաղացումը Հայաստանի տարածքում։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը առաջնորդվում է 1975 թվականի ԽՍՀՄ 100.000 մասշտաբի տեղագրական քարտեզներով, որոնք ունեն իրավական ուժ, այն քարտեզներ, որը հաստատվել է պետական գեոդեզիական վերահսկողության Անդրկովկասի տարածքային տեսչության պետի կողմից։ Փորձագետները հաց են տալիս, եթե ֆիքսված չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դեմարկացիայի եւ դելիմիտացիայի համար կոնկրետ թվականի կոնկրետ քարտեզ, ապա ինչու է Պաշտպանության նախարարությունը վկայաբերում հենց 1975 թվականինը։ Դեղին գծանշումով ցուցադրված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանագիծը, կանաչ գծանշումով ներկայացված է Google Earth ծրագրային ապահովման ներկայացրած սահմանագիծը, որը ունի իրավական հիմք եւ ունի շեղումներ, եւ կապույտ գծանշումով ներկայացված է այն դիրքը, որի մասին այս քննարկումները սկիզբ են առել եւ շարունակվում են արդեն օրեր շարունակ։ Ստացվում է, որ ադրբեջանցիները կարող են իսկապես դիրքային առաջխաղացում ունենալ, բայց քանի որ 1975 թվականի քարտեզով նրանք տեղաշարժվում են իրենց իսկ տարածքում, այդ դեպքում անհանգստանալու կարիք չկա։ Պարզաբանման իմաստը մոտավոր սա է, նկատում են փորձագետները։ Այսինքն սա կարելի է համարել սահմանագծման եւ սահմանազատման process-ի շարունակություն։ Պարզապես նախկինում դա արվել է համայնքների բնակելի տներին մոտ հատվածներում եւ հնարավոր չի եղել զսպել անվտանգային խնդիրների բարձրաձայնումը։ Մեր մոտ ստեղծում է տպավորություն եւ ենթադրություն, որ կա ինչ պայմանավորվածություն, որի շրջանակներում այդ առաջխաղացումը տեղի է ունենում։ Ենթադրենք կառավարությունն ու բանակը հարևանների հետ սահմանազատման ոչ պաշտոնական գործընթացներում առաջնորդվում են 1975 թվականի քարտեզներով։ Ինչու այդ դեպքում մեծ ձեռնտու հատվածներում չենք ֆիքսում շփման գծի փոփոխություն։ Անգամ 1970-ական թվականի քարտեզների հիման վրա Ադրբեջանը ունի Հայաստանից զավթված ավելին քան 240 կիլոմետր տարածք։ Որոշ հաշվարկներով դրանք հասնում մինչև 240 քառակուսի կիլոմետրի։ Եվ առավել նպատակահարմար կլիներ այդտեղից սահմանազատումները սկսել կամ շարունակել։ Այսինքն մարդիկ կարող են ենթադրել, որ խոսքը բացառապես ադրբեջանական կողմին ձեռնտու միակողմանի process-ների մասին է, քանի որ չկա համոզվածություն, որ ասենք սահմանի նույն հատվածներում 1975 թվականի քարտեզի մեր օգտին աշխատելու դեպքում Ադրբեջանը կթույլատրի հայկական բանակին զբաղեցնել իրեն հասանելիք բնագծերը, ըստ այդմ ունենալ դիրքային առաջխաղացում։ Արտակարգ հարագացված կարգով կարող է իրականացվի այսպես կոչված այդ Trip Միջանցքի հարող հատվածների սահմանազատում, բայց դա ի սկզբանե, երբ որ սկսում էր Կիրանցում սահմանազատման աշխատանքները, ֆիքսված չէր, այսինքն մենք չգիտենք Կիրանցի հատվածից հաջորդող հատվածները որոնք են լինելու։ Գուցե թե այս պահին 100 մետր առաջ բերված ադրբեջանական դիրքը ոչ մի խնդիր չառաջացնի մեզ համար, սակայն պատերազմի դեպքում դրանք անելու են իրենց գործը, պնդում են մասնագետները։ Ռազմական գործում 1 մետր այս կողմ այն կողմը կարող է ճակատամարտերի ելքը կանխորոշել։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։